7 ամիսների ընթացքում ինչու չհաջողվեց այսպես այս հակաեկեղեցական արշավում հաղթել։ Արդյոք սա, որտեղ նայել ես այդ ցուցիչ, որ ինքը այլևս չունի այն հեղինակությունը, որ իր հետևից այսպես մարդիկ տանի եւ այլն, այս է ձեզ համար ներքին քննարկումներում այս հարցը ձեզ ուզում է, որ ամենեքին այդպես 7 ամիսների ընթացքում անհավանական այսպես ճնշումների, ածանների ներկայացնելով չհաջողեցիք այս պայքարում։ Սա ինչ է խոսում ձեզ անհանգստացնում։ Մեզ հաջողվել է թույլ չտալ հակաեկեղեցական արշավի հաղթանակը, որը որ սանձազերծել է Կտրիչ Ներսիսյանը։ Հայաստանում հակաեկեղեցական, հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաեկեղեցական արշավի պարագլուխը Կտրիչ Ներսիսյանն է, ով իր գործունեությամբ խախտելով բոլոր կանոնակարգերը սկսել է հակաեկեղեցական արշավ եւ շնորհիվ վարչապետի, շնորհիվ նաև այն բոլոր պրոցեսների, որոնք որ տեղի են ունեցել, շնորհիվ եկեղեցու բարենորոգման օրակարգի, եկեղեցու առողջացման, մենք թույլ չենք տվել, որպեսզի Կտրիչ Ներսիսյանի հակաեկեղեցական արշավը հաջողության պսակվի եւ թույլ չենք տալու։ Իսկ եկեղեցու առողջացման գործընթացը դա կարծում եմ տևական process է։ Դա քաղաքական deadline-ներ չունի։ Կներեք, ասենք որևէ մեկը ինչ որ deadline-ն է հայտարարել։ Որևէ ով է հայտարարել deadline։ Որտեղ ինչ է ասել։ Օրինակ այդ մեծ հավաքը, որտեղ միջմիացում տեղ ունենան, ասում են հոկտեմբերի տեղի։ Նման Նիկոլ Փաշինյանը որևէ deadline չի հայտարարել։ Նարեկ, չես լսում ինչ եմ ասում։ Որևէ deadline չի հայտարարվել եկեղեցու վերաբերյալ իրավիճակի հանգուցալուծման մասին կամ Կտրիչ Ներսիսյանի հեռացնելու մասին։ Դրա համար ես ասում եմ հոգևոր հավաքը պետք է լիներ հոկտեմբեր-նոյեմբերին Էջմիածնի կենտրոնական հրապարակում եւ չեղավ։ Ես առնվազն մեկ deadline-ի խախտման դեպք այս բանը հիշեցի։ Ես ուրիշ հարցի էի պատասխանում։ Ինձ հարց էր տրվում, որ իբր ձախողել ենք հակաեկեղեցական։ Ես նախ ուզում եմ ասել, որ հակաեկեղեցական արշավ Հայաստանում սանձազերծել է միայն Կտրիչ Ներսիսյանը եւ մենք դա կասեցրել ենք, թույլ չենք տվել։ Հիմա ձեր հարցը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը Եզրած Ներսիսյանն է հայտարարություն արել, որ նա Ես գամ առաջ, օպերատորները խնդրում են գնալ առաջ։ ով դատավճիռ կայացնի կաթողիկոսի դեմ, ասում է նրան ժողովուրդը կանիծի ամբողջ կողմին, եւ հետո ասում է ժամանակն է եկել, որ եկեղեցին միասնաբար ձայն բարձրացնի եւ մերկացնի իշխանությունների հակասահմանադրական գործողությունները, այն է իր բառերով ասած հարձակում է եկեղեցու վրա։ Չեք վախենում այս անեծքների տարափից, որովհետեւ վերջին շրջանում շատ է խոսվում անիծելու մասին, տողմը եւ եկեղեցականներն են դրա մասին խոսում։ Դե եթե գիտեք, մենք միջնադարյան աշխարհում ապրեինք, գուցե այդ մարդիկ ինկվիզիցիայի խարույկների վրա, այսինքն այրեին բոլոր այլախոհներին կամ չգիտեմ բանադրանքի ենթարկեին այրվող բանի կաթսաների մեջ մարդկանց վառեին բարեբախտաբար մենք 21-րդ դարում ենք ապրում Եզրասը դա նույն անձնավորությունն է որը ըստ հրապարակված թղթերի բանը չէ KGB-ի գործակալ է եւ նաեւ համատեղության կարգով Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է հիմա իրենք փաստորեն անցել են նաեւ անեծքի բանին ռեժիմին չնայած ես չեմ կարծում որ անեծքի բանից ռեժիմից նրանք ընդհանրապես հրաժարվել էին բայց Եզրաս Ներսիսյանի գործունեությունը ամենավառ ապացույցն է եւ ամեն անգամ երբ որ նա խոսում է նա հերթական անգամ հիշեցնում է մեզ բոլորիս թե հայ առաքելական եկեղեցին ինչպիսի այլանդակ հարձակման ներքո է եղել տասնամյակներ շարունակ որ KGB-ի կողմից հավաքագրված անձը որի եղբայրը նաեւ կաթողիկոս է եղել ուրեմն հայ առաքելական եկեղեցին դրել են ահա այսպիսի իրավիճակի մեջ եւ նրանք ինքնամերկացվում են շատ արագ տեմպերով իսկ իշխանությունը թափանցիկ է կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը հաշվետվողական ու թափանցիկ գործում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ իրենք պիտի անհանգիստ լինեն մերկանալուց եւ երբ որ այդ իրենց բանը սքեմը ու վեղարը քաշում ես դրա տակ թաքնված այլանդակություններից իրենք պետք է բանանեն անալիզան տիրադավերը 10 եպիսկոպոսներ դե մեկը հեռացել է արդեն խիստ ընկճախտի մեջ է հայտնվել այս պաուզայից տիրադավը նախ եւ առաջ Կտրիչ Ներսիսյանն է
որը ես չգիտեմ ընկճախտի մեջ է, մելանխոլիայի մեջ է, թե ինչի մեջ է, բայց ես վստահ եմ, որ առաջին եւ գլխավոր տիրադավը Կտրիչ Ներսիսյանն է, ով խախտել է եկեղեցի Քրիստոսի առջև տրված ուխտը եւ դրանով դարձել է տիրադավ։ Այսինքն ինքը Տիրոջ առջև ուխտը խախտել եւ դարձել է տիրադավ։ Անկամ եթե դուք ճիշտ խնդումներ եք անում, ամեն դեպքում չեք ուզում խոստովանել, որ ժողովուրդը չգնաց ձեր այդ օրակարգի հետևից, նայն համարելով վտանգավոր, կեղծ եւ այլն։ Այս կոնե այս Ժողովուրդը, եթե դուք օրինակ մասնակցեք կամ տեսել եք երևի պատարակների հաճախելիությունը, ես ձեզ վստահեցնում եմ, որ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ ավելի մեծ հավատով եւ ոգեվորությամբ է այցելում պատարակներին, քան թե միջև այդ, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանի տիրադավ գործունեության արդյունքում տասնամյակներ շարունակ մարդիկ դուրս էին մղվել եկեղեցուց, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանի եւ Կտրիչ Ներսիսյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երրյակ դաշինքի արդյունքում եկեղեցին դարձել էր Ռոբերտ Քոչարյանի ենթաշտաբը։ Հիշում եք Աբովյան փողոցում Սուրբ Աննա եկեղեցին Բագրատ Գալստանյանի քաղաքական ճառերի թատերաբեմ էր դարձել։ Հիշում եք Փաշինյանի քաղաքական ճառերի թատերաբեմ էր վերջին։ Եվ նախագահ չէ դարձել դա թատերաբեմ։ Ինչպես։ Չի դարձել։ Ես ձեզ հիշեցնում եմ այն դեպքերը, երբ որ մարդիկ նույնիսկ այդ ժամանակ, երբ որ Բարգատ Գալստանյանը բաներ ուրեմն դիրքավորվել էր Սուրբ Աննա եկեղեցում ու մարդիկ մտնում էին եկեղեցի, հիշեք դեպքեր են եղել, երբ որ մարդկանց անհանդուրժողաբար դուրս են հրավիրել, հարձակվել են մարդկանց վրա։ Բա դա քրիստոնեական բաներ, գործունեություններ։ Այո, ես մասնակցում եմ պատարակներին, չեն վռնդում։ Պատարակներին մասնակիցներին, երբ որ ասում ենք մի խոսացեք եկեղեցում չի կարելի, թեքվում հայոյում էին։ Ովքեր են ասել։ Ինձ կասեք անուն ազգանունը, ես այդ մարդկանց հետ կխոսեմ։ Ուրիշ այլ հարցեր Մի հատ ես հարց տամ, այո, համեցեք, այլ հարցեր։ ՊՊՑ ծառայողը փակեց հավատացյալի բերանը եւ ուրեմն հնարավոր է, որ տվյալ անձը խախտել է որոշակի անվտանգության կանոն, դրա համար դա տեղի է ունեցել։ Եթե խոսքը գնում է, տեսեք, եթե ՊՊՑ ներկայացուցիչը անում է որևէ գործողություն, ապա դա նշանակում է, որ որևէ կարգ խախտվել է եւ դրա համար դա տեղի է ունեցել։ Համեցեք։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ ձեր բնակարանի հետ կապված ուսումնասիրություն կա հակակոռուպցիոնում, դուք ինչ որ տեղեկություն ունեք, ինչ փուլում աղասել, ինչ։ Ես տեղյակ չեմ, ես գիտեմ, որ մամուլի մի քանի միջոցներ կեղծ եւ ակնհայտ ուրեմն զրպարտիչ տեղեկություններ փորձեցին հայտնել այդ մասով եւ բնականաբար ուրախ եմ, որ գործընթաց կա, հետո այդ գործընթացը բնականաբար կհանգի այն եզրակացության, որ ամեն ինչ գտնվել է օրինականության սահմաններում եւ դրանով հերթական անգամ fake news-ը կջախջախվի, որովհետեւ ես դրա մասին նաեւ մանրամասն գրառում եմ արել, երբ որ հրապարակվեց այսպես կոչված բանը, հետազոտությունը, հետաքննությունը եւ ես դրա մասին ուրեմն հրապարակումներ արել եմ եւ վստահ եմ, որ եթե կա քննություն, ես տեղյակ չէի քննությունից, եթե կա քննություն, ես միան ուրախ եմ։ Թող հրապարակեն արդյունքները եւ դրանից հետո շատ ավելի ջերմեռանդությամբ առաջարկում եմ, որ fake news-ը շարունակի սեփական հիմարությունների բանը։ Հակակոռուպցիոնը ձեզ չի կանչել, որևիցե հարց չի տվել։ Ինձ որևէ բան չեն, ես որևէ տեղ չգիտեմ, կարծում եմ, որ իրենք ուսումնասիրում են ընդհանուր այդ կառուցապատողի գործունեությունը եւ այլն։ Ամեն ինչ եղել է հրապարակային, ժողովուրդ ջան։ Եվ ես նաեւ հրապարակել եմ փաստաթուղթ եմ հրապարակել կադաստրի կոմիտեից հարցումով, որտեղ որ ակնհայտ երևում է, որ այդտեղ գնված բոլոր բնականների մի մասը ընդհանրապես վաճառվել է իմ գնից ավելի էժան, մեծ մասը վաճառվել է նույն գնով, որով որ ես գնել եմ, ընդ որում ես գնել եմ 20 տարի ժամկետով հիպոթեկով 2024 թվականին։ Երբ որ ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր, ովքեր որ ասենք մեղադրվում են միլիոնավոր դոլարների թալանի համար, հիմա մեղադրում են կառավարող խմբակցության անդամներին, ղեկավարին կամ իշխանության ներկայացուցիչներին 20 տարով հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու մասին։ Ժողովուրդ ջան, դրանից ավելի վառ ապացույց մեր հանրության համար ուղղակի չկա, որ ասենք էժան չեմ գնել, ես ասում եմ, Նարեկ ջան, հրապարակել եմ ես իմ Facebook-յան էջում, խնդրում եմ նայեք այդ հրապարակումը, կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տվյալները առկա են։ Ուրեմն այդ պահի դրությամբ, երբ որ հարցումը արվել է եւ հրապարակել եմ ես այդ թուղթը, այդ պահի դրությամբ
նույն բնակարանից գնվել է 8 բնակարան է գնված եղել։ 8-ից ներողություն, հիմա ձեր չի տալի, որ ես արդեն ճշմարտություն եմ ասում, չեք ուզում ասեմ։ 2 բնակարան ձեռք է բերվել իմից ավելի ցածր գնով, 4-5 բնակարան ձեռք է բերվել իմ գնով, մոտավորապես կարող է մի քանի 100,000 դրամի տարբերությամբ, եւ ընդամենը 1 բնակարան ձեռք է բերվել 60 միլիոնով, իսկ այդ հրապարակումն ասում էր, որ այդտեղ այդ բնակարանների այդ քառակուսի մետրով արժեքը 76 միլիոն։ Եթե ներողություն, չէ, իմ գործընկերները չեն, այնտեղ չկան։ Ես ինչքան գիտեմ, պաշտոնի համար չկա։ Այսինքն, ժողովուրդ պատկերացնում եք, չէ՞, այսինքն 8 բնակարան է գնվում, որից մի մասը իմից ավելի էժան է գնվում, բայց իրեն հետաքննող համարող լրատվամիջոցը ասում է, մի րոպե, ասում է, որ ես գնել եմ տուն, որը պետք է լիներ 76 միլիոնով, այնինչ ես գնել եմ 54 միլիոնով հիպոթեկով։ Հետո բացում եք, տեսնում եք, որ մարդիկ կան, այդ նույն բնակարանից, այդ նույն բանով քառակուսի մետրով գնել են 50 միլիոնով, գնել են 55 միլիոնով, իսկ ամենաբարձր գինը, որը վճարվել է երբևէ այդտեղ բնակարանի համար, եղել է 60 միլիոնը։ Հիմա ես առաջարկում եմ ձեզ, եթե կարող եք, հրապարակային օֆերտա եմ անում։ Եթե որևէ մեկը, որը պնդում է, որ ես այդ բնակարանի ինքնարժեքը, շուկայական արժեքը 76 միլիոն է եւ ես հիպոթեկով վերցրել եմ 54 միլիոնով, ես առաջարկում եմ վաճառեք 76 միլիոնով եւ այն տարբերությունը ես նվիրում եմ ձեզ, եթե կարող եք վաճառել։ Ես այդ ժամանակ ես կադաստրի տեղեկանքը ինքս չեմ վերցրած եղել, որովհետև դրա կարիք չեմ ունեցել։ Մի րոպե, իսկ հետքին, չէ, մի րոպե, հետքը ինքը որպես հետաքննող լրատվամիջոց, ինքը կարող էր հանգիստ դիմել կադաստրի կոմիտե, որովհետև եթե հետաքննության նպատակը, տեսեք, եթե ոչ, լրատվամիջոցը կարող է դիմել եւ ստանալ համապատասխան փաստաթղթեր։ Եթե լրատվամիջոցի նպատակը ոչ թե զրպարտությունն է, այլ օբյեկտիվ քննություն իրականացնելը, ինքը մի քանի աղբյուրից փորձում է ճշտել։ Կամ ասենք ժողովուրդ, եթե դուք գնում եք տուն առնելու, դուք զանգում եք, ասում եք բարև ձեզ, ինչ արժե քառակուսի մետրը, ասում են ենթադրենք 700,000 դրամ, ասում եք շատ լավ, դե գնացինք նոտար, տենց չի, չէ՞։ Մարդիկ ասենք գնում են, հանդիպում են, ճշտում են գինը, հետո սակարկում են։ Ես էլի եմ ասում, այդ տարածքում, երբ որ ասում են 76 միլիոն է այդ տան գինը, այդ տներից, որը վաճառվել էր 8 հատ, ամենաբարձր գինը եղել է 60 միլիոնը, ամենացածր միլիոնը եղել է 50 միլիոնը։ Ես 54 միլիոնով 20 տարով հիպոթեք եմ վերցրել։ Ինձնից բացի 2 հոգի 50 միլիոնով է վերցրել, կարծեմ 4-5 հոգի էլ 55 միլիոնով է վերցրել։ Այսինքն այս ամբողջ process-ը ուղղակի ոտքից գլուխ կեղծիք է, եւ ես շատ ուրախ եմ, որ համապատասխան մարմինները ուսումնասիրում են։ Այդ ուսումնասիրության արդյունքը լինելու է այն, որ վերջում պարզվելու է, որ ուղղակի հերթական fake news-ի հետ գործ ունենք։ Շնորհակալություն։